Շնորհակալություն, հարգելի Տիկին Ղազարյան, հարգելի գործընկերներ, ես այսօր գլխադասային հանձնաժողով ներկայացնելու եմ մի հարց, որը վերաբերում է անկախ պետությունների համագործակցության կամ ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին դեռևս 2007 թվականի մայիսի 12-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելուն։ Ի դեպ, այստեղ Տիկին Ղազարյան ձեր թույլտվությամբ վերնագրում եւ առաջի հոդվածում տեխնիկական վրիպակ կա, ամսաթիվը կրկնակի է շեշտվել, ես պարոն Գաբրելյանին նաեւ էլեկտրոնային փոստով ուղարկել եմ այդ խնդրանքը, որ եթե հնարավորաշտկենք, եւ ինչի մասին է խոսքը։ 2007 թվականին Հայաստանը իթիվս ԱՊՀ մի շարք այլ երկրների ստորագրել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, որը այդուհետ 2012 թվականին արձանագրությամբ ենթարկվել է որոշակի փոփոխությունների եւ դրանից հետո մի շարք երկրներ դրանք վավերացրել են եւ այժմ նաեւ մենք հաշվի առնելով նաեւ արտաքին գործերի նախարարության միջնորդությունը մենք տարբեր համաձայնագրերի ոնց որ վերանդրադառնում ենք նաեւ սրան առաջարկում ենք որ համաձայնագիրը ներողություն արձանագրությունը գիծ կանոնադրությամբ հաստատվի իսկ ինչն է տարբերությունը այս երկու փաստաթղթերի այսինքն 2012 թվականի արձանագրությամբ նախատեսվում են մի շարք փոփոխություններ կանոնադրության մեջ, այսինքն դեռ 97 թվականին հաստատված կանոնադրության մեջ, որը Հայաստանի կողմից վավերացվել էր, մասնավորապես այդտեղ մի քանի փոփոխություններ են կատարվել կանոնադրության առաջին եւ 4-րդ բաժիններում, ինչպես նաեւ ավելացվել է 5-րդ բաժինը, որը վերաբերում է այս մարմնի Հայաստանի արդյունավետ մասնակցության շրջանակներում ֆինանսավորման հատկացմանը։ Իսկ ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ փոփոխությունները վերաբերում են ավելի հստակեցնելու, նպատակ ունեն ավելի հստակեցնել խորհրդի կազմը, անդամների փոխարինելիությունը, ձայների բաշխվածությունը, օրինակ դիցուք նախագահը այդ առաջին տարբերակով, այսինքն գործող տարբերակով 1 տարով պետք է լինի, այստեղ ասում է, որ եթե այլ որոշում խորհուրդը չի ընդունել, այսինքն ենթադրում է, որ կարա նաև երկարաձգվի եւ նաև ավելացվել է քարտուղարությունը, եթե առաջ այդտեղ դերը միանշանակ վերապահում էր ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից նշանակված ներկայացուցիչին, ապա այս պարագայում նախագահությունը ստանձնող երկրի համապատասխան ստորաբաժանումը ինքնին ստանձնում է նաև քարտուղարությունը, իհարկե ստանալով ԱՊՀ գործադիր մարմնի աջակցությունը։ Նաև նշված է, որ եթե այլ մարդիկ, այսինքն ամեն երկիր մեկ ներկայացուցիչ պետք է ունենա մեկ ձայնով, եթե այլ կառույցներ են միանում, ապա դիտորդի միայն կարգավիճակով, այսինքն ի վերջո կարող ենք ասել, որ հիմնական փոփոխությունները վերաբերում են համաձայնագրի իրավաբանական ձևակերպումների ճշգրտմանը, խորհրդի գործառույթների հստակեցմանը եւ կառուցակարգի բարելավմանը, քարտուղարության դերի եւ լիազորությունների հստակեցմանը, ինչպես նաեւ խորհրդի նիստերի կազմակերպման, ֆինանսավորման կարգի հաստատմանը։ Ես խնդրում եմ ձեր հավանությունը, որ գլխադասային հանձնաժողովի, որպեսզի սա տանենք լիագումար նիստ, պետք է ասեմ, որ այս համաձայնագիրը ստորագրած երկրներից արդեն իսկ շատերը վավերացրել են համաձայնագիրը, թե արձանագրություն։ Ինքը համաձայն չէ, ինքը արձանագրությունն է, որովհետև համաձայնագիրը 97-ին ընդունվել է, սա արձանագրությունը։ Ինչ որ վավերացնում ենք արձանագրությունը։ Այո, շնորհակալություն։ Հա, եւ եթե թույլ կտաք, ասեմ, որ տարբեր երկրներ իրական վավերայս պայդրությամբ արձանագրությունը ստորագրած 7 երկրներից արդեն իսկ վավերացրել են 5-ը, մասնավորապես Բելարուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը եւ մնացել ենք մենք եւ Ուզբեկստանը ստորագրողներից, որպեսզի դա վավերացնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, ոնց հասկանում եմ տեխնիկական փոփոխությունները ես էլ տեխնիկական հարցեր ունեմ, ուրեմն 2012-ին, որ բանը, այս փոփոխությունները բերվել են կանոնադրության մեջ, ճիշտ եմ հասկանում, 97-ին վավերացված կանոնադրության մեջ, 2012-ին տեխնիկական փոփոխություններ, քվեարկության կարգի, ներկայացվածության, ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիմա ո՞նց է աշխատում այդ բանը համաժողովը 12-ի փոփոխություններով,
Թե պետքա բոլոր երկրներ վավերացնեն։ Պետք է։ Այսինքն այս բանը ինքը գործում է Տիկին Ղազարյանի 97 թվականի ստորագրված համաձայնագրի հիման վրա եւ այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն այդ իմ ասած կետերով քարտուղարության անդամների, հա, 1 տարվա եւ այլն, երբ որ բոլոր անդամ, այսինքն բոլոր ստորագրած երկրներ, բացառությամբ Ուզբեկստանը։ Հիմա ինչ կլինի, քանի որ 7-ից 5-ը արդեն իսկ ստորագրել, վավերացրել են, երբ որ եթե Հայաստանի Հանրապետությունը եւս վավերացնի, բարեհաջող անցնենք բոլոր փուլերը, ապա ակնկալվում է, որ մենք պետք է ավանդապահին, այն է ԱՊՀ գործադիր կոմիտեին ծանուցենք դրա մասին, ԱԳՆ խողովակներով, որից հետո իրենք հարցադրում կանեն դիցուկ մնացած միակ երկրին Ուզբեկստանին, իրենք ուզում են վավերացնել թե ոչ, եւ կամ Ուզբեկստանը դուրս կգա կամ իրենք եւս կվավերացնեն եւ նոր ինքը կմտնի ուժի մեջ, բայց առիթից օգտվելով ասեմ, որ ֆիզիկական կուլտուրայի սպորտի ոլորտում ԱՊՀ այդ համապատասխան խորհուրդը գործում է եւ այսինքն մենք էլ դրան մասնակցում ենք եւ տարեկան միջոցառումների ծրագիրը Հայաստան իրականացվող ներառվում է այդտեղ ծրագրում, այսինքն անդամ երկրները միջոցառումներ են առաջարկում, որտեղ նաեւ ակնկալում են մյուս անդամ երկրներից մասնակցություն։ Մի խոսքով ինքը գործունեությունը ընթանում է, մենք սրանով ուղղակի ավելի բարելավում